Շնորհակալություն, հարգելի փոխոսնակ, հարգելի գործընկերներ, նույնչափ հարգելի պարոն Թադևոս Ավետիսյան ջան, ես իհարկե բարձր եմ գնահատում ձեր օրենսդրական գործունեությունը, ամենայն անկեղծությամբ եմ ասում, միշտ փորձել եք գտնվել պրոֆեսիոնալիզմի դաշտում, բայց ձեր վերջին երկու շաբաթվա գործունեությունը ինձ ավելի շատ հիշեցնում է օրինակ ժողովուրդ օրաթերթի կամ մեկ այլ ընդդիմադիր տենց հիմնականում ապատեղեկատվություն տարածող թերթերի գործունեությանը, նայեք, օրերս հարցազրույց եմ տալիս ժողովուրդ օրաթերթին կապված Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի կրակոցների հետ եւ հետագայում վերնագիր է դրվում, որ իմ անունից իհարկե, որ հեսա կասեմ։ Հիմա դրվում է վերնագիր, որ Սյունիքի մարզում այո կրակում են, բայց դա նորմալ է։ Նարեկ Ղարամանյան։ Հիմա բնականաբար ժողովուրդ օրաթերթը շատ պարզ գիտակցելով, որ մարդկանց մեծամասնությունը մենակ վերնագիրն է կարդում, նյութը չունի, ես 8 անգամ լսել եմ համոզվելու համար, որ ինքս նման բան չեմ ասել։ Հիմա դուք այս օրենքը մեկնաբանելու ժամանակ ձեր մյուս թերթերից մեկին տված հարցազրույցում ասել եք հետևյալը, մեջբերում եմ ուղիղ։ Իշխանությունը փողի խնդիր է լուծում եւ անցած տարի պետական բյուջեի մուտքերը նվազել են։ Դրա համար հարկ են ավելացնում տվյալ դեպքում քերթում։ Հիմա ինչպես ժողովուրդ օրաթերթը շատ լավ գիտի, որ ես նման բան չեմ ասել։ Նույնչափ շատ լավ դուք գիտեք, որ շարժական եւ անշարժ գույքի ամբողջ գումարը դա գնում է համայնքներին։ Պետական բյուջե դրանից կոպեկ չի մտնում։ Ավելին, դա արդյունքում կարա նաեւ պետական բյուջեի վրա ավելի ծախս լինի ֆինանսական կապված տրվող դոտացիաների հետ։ Ասածս ինչ է, ես իհարկե ձեր բերած օրենքում որոշ դրույթներ կա, որ ամբողջությամբ համաձայն եմ, որոշներում որոշ չափի համաձայն եմ, բայց հասկանում եք, պետք չի էլի ապատեղեկատվություն տարածել նման այն դեպքում, երբ որ սրանից մի երկու նախագիծ առաջ դուք պայքարում եք, օրինակ համայնքների անկախության համար, որը նաև ֆինանսական անկախություն է ենթադրում, այնպես որ պետք չի լինել։ Շնորհակալություն, միտքը հասկանալի։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։